Պարոն Մարուկյան, այս արդեն կես տարուց ավելի շարունակվող վարչապետի եւ կաթողիկոսես հերրակա կոնֆլիկտի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններով է հանդես գալիս, օրինակ վերջերս հայտարարում էր, որ կաթողիկոսը զեկուցում է օտար պետության հատուկ ծառայության լեյտենանտի, հետո ասեց եղբայրը կատբան է գործակալ է, հետո ԱԱԾ-ն փաստաթուղթ հրապարակեց, Կուսակրոնության ուխտի հետ կապված այդ հարցը կարող է մեկին անհանգստացնի, մյուսին ոչ, բայց այս գործակալ լինել չլինելու մասին խոսակցություններն այնուհանդերձ ուշագրավ են, մտահոգիչ են, եթե այդպիսի բան կա։ Դուք ինչպես եք այս զարգացումները մեկնաբանում։ Գիտեք, բավականին շատ ենք անդրադառնում թեմային, որովհետև կարելի ասել հիմա թիվ 1 թեման սա է, թե ժողովրդին հուզող, թե մեր մամուլում Եվ սա այն թեմաներից է, որ իշխանությունը դեռ չի կարողանում ծամել եւ մարսել, ուտել եւ մարսել։ Եվ սա շատ կարեւոր է, որովհետեւ իշխանության ատամները մի քանի տեղ ջարդեց եկեղեցին։ Մի անգամ իշխանության այդ ֆիասկոն եղավ Միքայել Սրբազանի կալանավորման օրը, երբ որ նրանք տվեցին իդ կանչել զորքերը ոստիկանության ԱԱՑ-ի։ Մյուս անգամ 7 վերքի պատարակի ժամանակ իշխանության ատամները ջարդեց եկեղեցին, երբ որ բոլոր քահանաները հրաժարվեցին Շիրակի թեմի, մի մարդու պես, այն որ ինքն ասում է, քահանաները աղքատ են, վատ են ապրում, բան փորձում էր այդպես սիրաշահել, էլի, բան որ եկեք իմ կողմը լավ կապրեք, բան, չէ, մի մարդու պես անգամ մոմավաճառը գնաց, այն վերջի անգամն էլ էս քանի օր առաջ արդեն Էջմիածնում, այդ որ գնաց է դուրը ջարդում էին խփում քահանան ինֆարկտ ստացավ, բան, այդ դեպքն էր, այսինքն արդեն երրորդ անգամ է իշխանությունը ֆիասկո է ապրում եւ եկեղեցին բավականին իրեն պահում է այնպես, որ ինչպես պետքա պահի, վեհ, շատ բարձր, շատ հանգիստ, շատ հանդարտ։ Ու այստեղ գիտես, բան չի, այնտեղ կաթողիկոսը բան։ Հարցի վերաբերյալ, կաթողիկոսի վերաբերյալ, գործակալ են բան։ Ուրեմն բոլոր հայտարարությունները, որ Փաշինյանը հիմա անում է եկեղեցու հետ կապված, կամ իր օպոնենտների, դրա մեծ մասը իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն, եւ մեր ժողովուրդը սկսել է դրան սովորել։ Ժողովուրդը սկսել է սովորել, որ իրան բան է ասում իշխանությունը, որը մի 80%-ով սուտ է, կամ 100%-ով է սուտ։ Հետևաբար, որ ասում են կաթողիկոսը գործակալ է զեկուցում է օտարերկրյա մարմիններին, բնականաբար դա սուտ է։ Եթե դա մարդիկ մտածեն, որ դա ճիշտ է, եկեղեցիները լեբլեցում ամեն կիրակի օրը, պատարակի ժամանակ չեն լինի։ Օրինակ հենց այսօր բոլոր եկեղեցիները լեբլեցուն էին։ Ոչ մի խժժություն, ոչ մի խարդավանգ, ոչ մի պառակտություն չի եղել այսօր մի պատճառով։ Փաշինյանն այսօր գնացել է Սանկտ Պետերբուրգ Պուտինի հետ հանդիպման, հետեւաբար այստեղ չի եւ չի արել այդ ինչ որ պետք է աներ։ Այսինքն այս ամեն ինչը պայմանավորված է իրենով, իրանձով եւ իր նախաձեռնությամբ։ Չլինի ինքը իշխանություն, այս ամեն ինչը կդադարի։ Պայքարը եկեղեցու դեմ հետևյալի մասին է։ Նրան պետք է քանդել մայր եկեղեցին, ստեղծել համաշխարհային եկեղեցուց դարձնել Հայաստանի եկեղեցի։ Զուտ Հայաստանի եկեղեցի իր թեմերով եւ վերջ, որ եկեղեցին համաշխարհային հայկական կառույց չլինի մեծ ցանց, չունենա ազգային գաղափարներ, չունենա ինքնությունը հայկական հայ մարդու, հայի, մեր ազգի ինքնությունը պաշտպանող դերակատարում, լինի ուղղակի Հայաստանի եկեղեցի։ Դες գանի ամոթ են գնան, բան, դες ինչ որ մեկին է ինքը ուզում, եւ դրա համար այս պայքարը գնում է, եւ պայքարի ժամանակ մեթոդների մեջ ընտրություն չի դրվում։ Օրինակ, այս մեթոդը ոնց որ շատ վատնա չանենք, չկա տենց բան։ Ասենք, տեսակ, տեսանյութեր պատրաստել, տարածել, KGB-ի գործակալ հրճակել, սկզբից ասել որ կաթողիկոսն է հետո թուղթ հրապարակել եղբոր վերաբերյալ բան, այդ ամբողջությամբ միտքը կեղծ եք համարում թուղթը։ Նայեք, ես դրա մասնագետը չեմ։ Ես ուղղակի գիտեմ, որ իշխանությունը ինչ խոսում է, սուտ է խոսում։ Ես ուղղակի դա տեսնելով գիտեմ, որ սուտ են ասում, բայց վերցնենք, որ իրենց տրամաբանության մեջ, հա, քննարկենք իրենց տրամաբանությունը, պատկերացնենք սուտ չի։ Հրապարակել են մի հատ թուղթ, որը ԱԱՑ ամբողջ տրադիցիայի խախտում է, որտեղ իր գործակալին հրապարակելը դա ֆունդամենտալ պրոբլեմ է, իրավունք չունեն։
Բայց պատկերացնենք իրանց գործակալին բան են արել։ Իրանցներ թե սովետական Հայաստան։ Իրանց։ Եթե դու գնայք ԱԱՑ-ն Հայաստանի Հանրապետության նշում է ոչ թե իր 35-ամյակը, այլ նշում է իր 100 քանի ամյակը։ Հետաբար սա նույն մարմինն է, նրա իրավահաջորդն է, որ եղել է։ Հիմա եթե Եզրաս Սրբազանը ըստ այդ թղթերի իր ուսանելու ժամանակ Սանկտ Պետերբուրգում, հա, հավաքագրվել է որ մարմնի կողմից Սովետի KGB-ի, չէ։ Իր պետության KGB-ի կողմից հավաքագրվել է։ Հետո սովետական միությունը փլուզվել է, Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդներից է, որտեղ Ալմաթայովը ինքը իրան ճանաչում, ճիշտ է։ Եվ հետաբար սովետական միության ինչ ավանդույթ կա, ինքը վերցրել է իր մոտ։ Նույն KGB-ն է, ոստիկանությունը, եթե դու գնայք, իրանք չեն նշում իրենց 35-ամյակը։ Այս երկիրը 35 տարեկան է որպես այդպեսին։ Իրանք նշում են իրենց 97, 98, 100, եսի։ Այսինքն սովետական միության 70 տարին գումարում են իրանց։ Հետաբար Եզրաս Սրբազանը իր պետության, եթե եղել է, էլի չգիտեմ, ես կասեմ որ սուտ է, դե թուղթը հայերեն է, բանտես։ Չգիտեմ, ես չեմ հասկանում, ինչի չեմ հասկանում, չեմ կարող էլի թուղթը մեկնել ժողովրդի համար։ Բայց պատկերացնենք, այս մի բանը ճիշտ են հրապարակել, ու 7 տարի անց նոր են իմացել, այս նոր հրապարակել են։ Այսինքն ինքը ինչ ա եղել, ինքը իր երկրի անվտանգության մարմինների հետ աշխատել, օգնել իր երկրի անվտանգության մարմնին, այդ են ուզում ասել։ Չէ, ասում են հիմա էլ օտար պետության հատուկ ծառայություն։ Եթե ասում են հիմա էլ է, չէ, պետք է ուրեմն անունը ասեն ինչ մարմնի։ Հիմա KGB չկա։ Դες Հայաստանում կա KGB-ի բանտ, որտեղ Նիկոլը մարդկանց զնդանում, ընդեղ է պահում իր հիմնական ումից շատ է վախում, նրանց ընդեղ է նստացնում։ Հիմա բանը ոնց է որ իրանք ասում են KGB-ի գործակալը, չեն ասում Ռուսաստանի Դաշնության, Դաշնային ծառայության, անվտանգային դաշնային ծառայության գործակալ է, ԱԴՑ, ի՞նչ են ասում որ FSB-ի, չեն ասում, չէ՞։ Ասում են KGB, սովետի KGB-ի։ Հիմա այդտեղ մենք ոչ լիազորություն ունենք կարողանանք ստուգենք, ոչ կարանք իմանանք։ Թուղթը հրապարակել են, վաղը կարող է այդ թղթից հրապարակեն ձեր անունով լինի, մյուս օրը մյուսի անունով, իմ անունով, այսինքն ինչի մասին է, թուղթ հրապարակողն էլ է ինքը, պեչատն էլ է իր ձեռին, բանը, ստորագրությունն էլ է իր ձեռին։ Դրա համար հիմա ասենք հավատանք, դա ինչ է ազդում մեր վրա, որ հավատանք։ Մարդը իր սովետի վաղ եղել է, գործակալ է եղել, համագործակցել է բան։ Այդ ոնց եղավ որ Արադ Միրզոյանը որ բանը ունի այդ նույն փաստաթուղթը ստորագրած, որ ընդունել է, մենք դա ոչ մի կերպ չենք դատապարտել, որովհետև ինքը իր երկրի անվտանգային մարմնի հետ աշխատել ու դա նորմալ է, բայց այ որ խորհրդային միության ժամանակվա աշխատացեն դա աննորմալ է։ Ոնց է իրենց ստանդարտները ոնց է տարբերվում։ Եթե դատապարտելի այն էլ են դատա, դե պետք է դատապարտվեր։ Այսինքն եթե նրա վերաբերյալ որևէ ձևով չի դատապարտվում, այս մյուսը ոնց է դատապարտվում։ Ոնց է, տրամաբանությունը որն է։ Եթե ասեն Հայաստանի ԱԱՑ-ն է, Հայաստանի ԱԱՑ-ն սովետի KGB-ի իրավահաջորդն է, պնդում եմ։ Փաշինյանը հոդված ունի, որ գնում է KGB Ձերժինսկու նկարը կախած ալն, թող գնա նորից կարդա եթե ուզում է։ Հետեւաբար Հայաստանի ԱԱՑ-ն որն է, ինչ Հայաստանի ԱԱՑ-ը։ Թե Հայաստանի ԱԱՑ-ն է նորմալ է, բայց էլ իր երկրի ԱԱՑ-ն է եղել, այն էլ է նորմալ։ Բայց դուրեք հրապարակե, հարայ, հուրույ, սաղ աշխարհով մեկ գոռում չռում, ինչ եք ուզում ասեք։ Չէ, ինչ եք ուզում ասեք։ Կամ լավ, կաթոլիկոսի աղբերը իր աղբոր տեղը պիտի պատասխան տա։ Հիմա մենք 3 եղբայր ենք, իմ եղբայրները կարող է ինչ ասես գնան անեն, ես պիտի իրենց տեղը պատասխան տա, կամ դուք կամ մյուս մեկը կամ այն մեկը։ Ասում են Փաշինյանի աղբերը շենքեր է կառուցում, ինքը կարա պատասխան տա այդ իր աղբոր շենքեր կառուցելու տեղը։ Ոնց է շենքեր կառուցում, գիտի։ Հիմա ինչ են քննարկում, էլի, այս ուր ենք հասել, ուր է հասել այս երկիրը, այս ինչ են ուզում անեն։ Տեսեք, ասում են այդ նույնը մարդը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը Մոսկվայում օրհնում է, Արբատ է օրհնում եւ ուղարկում է պատերազմ Ուկրաինայի դեմ։ Այդ նույն Արբատին ըստ Հայաստանի ԱԱՑ-ի հրապարակման են սա ասում։ Պատրաստում էին, որ ուղարկեին Հայաստանում ահաբեկչությամբ իշխանություն փոխեին։ Այսպիսի հրապարակումներ կան նաեւ այդ անձի շուրջ։ Չգիտեմ, ինչ իմանամ։
Հայաստանի Հանրապետությունում աբեկչության եւ իշխանությունը զավթելու, բռնի զավթելու գործերով երրորդ թե չորրորդ խումբն է բռնվում արդեն 8 տարվա մեջ։ Ոչ մի հատ դատավճիռ չկա, ոչ մի գործով, ոչ մի բան չի ապացուցվել, կալանավորված անձանց տնային կալանքին տվել։ Բաց թողը կարճ ժամանակ անց վերջինները մնացել են Բաղդադ Սրբազանի գործով։ Ասենք հիմա ինչքան կարանք մենք այս ապուշությունները լսենք։ Ասում են սենց են անում, ասում են նենց։ Իրանց վրովել այնքան բան են ասում, հետո ինչ։ Մեկը տեսած կա ես որևէ հեյուրանքով, որևէ բամբասանքով բան խոսամ իրանց մասին։ Փաստով բան ենք ասում, էլի, ասում ենք օրինակ, ինչու եք Ադրբեջանի բենզինը գնում։ Ասենք ինչու եք Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորում, կարաք բացատրեք։ Հայաստանի Հանրապետության հարկատուի փողերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու փողերով, ինչու։ Ամբողջ աշխարհում ընդունված բան է, քանի կողմերը իրար հետ չունեն նորմալ հարաբերություններ եւ չի երևում որ ունենալու են, որտեղ Հայաստանի տարածքը օկուպացված են բաղում, այդ երկրները իրար ապրանքները չեն գնում եղբայր, ու իրարից ֆինանսատնտեսական կախվածությունների մեջ չեն գնում։ Փաստա, փաստով քննադատում ենք, այդ փաստինի պատասխան ինչ են մեզ ասում։ Պետրոսը միած ստատուս է գրել իմ մասին, ինչ է ասում, ասում Պետրոս, այ Պետրոս, հրավիրի եթեր 2.5 տարի է չես հրավիրել։ Գամ այդ հարցի վերաբերյալ խոսանք։ Դու հեմեկի գլխավոր եթերա ներկայացուցիչն ես։ Դու իմ մասին ստատուս ես գրեմ, որ ինչ անես։ Դու ԿՊ-ի դեպուտատ ես, բանը փորձագետ ես, ՀԿ սեկտորից ես։ Բան ունեք ասելու, հրավիրեք հեմեք խոսանք, ասում ա չէ, Facebook-ով արձագանքի գրածիս։ Յա։ Ես եմ ասում, եղբայր, խայտարակ վիճակը։ Ես քեզ ավելին ասեմ։ Բայց ինչեր ենք ասում են մենք ընդդիմադիրների ենք ման գալի, խնդրում։ Լուրջ են ասում, չեն գալիս։ Դենը հետո ընդդիմադին ասում է 2.5 տարի չեք հրավիրել։ Կարակ հրավիրեք։ Այնտեղ սև ցուցակ ունեն, անունս առաջի տեղով գրած է։ Փաշինյանի ձեռագրով sense։ Տաղայեք հրավիրեք։ Ընդդիմադիներին, այդ ում են հրավիրում։ Բայց հալա հասկացանք, մարդիկ կան հրավիրում, անք հետ չեն գնում, դա գիտենք։ Հասկացանք։ Դեով են ով էլ որ ուզում գնան նրանց չեք հրավիրել։ Չեն ես ճիշտ հասկացա։ Նիկոլ Փաշինյանն է։ Ես եթերի խնդրեմ չունեմ։ Ես իմ YouTube-ի ալիքով խոսում եմ ու ուզում լսում, ով չուզում չի լսում։ Հիմա իմ ասած հետեւյալն է։ Եթե հեմեկի որևէ մեկը ուզում է ինձ բան ասի, իմ հայտարարության վերաբերյալ, այդ բենզինի վերաբերյալ, առաջինը ես եմ հայտարարել, որ բոյկոտել։ Դրա վերաբերյալ արձագանք ա գրել։ Դու ի՞նչ կապ ունես։ Դու ի՞նչ կապ, դու խես ասենք բանի Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի կամ Ադրբեջանի բիզնեսի հովանավորը դառնում։ Դու խես այդ հարցով արձագանքում ինձ։ Քեզով ա խնդրե։ Դու փող ես տանում, որ ինձ արձագանքես։ Դու փող ես տանում, որ մարդկանց կանչես հարցեր։ Դուք ինչ խնդիր եք տեսնում Ադրբեջանից ներկրված։ Ասեցի, ես տեսնում եմ, որ դա մեծագույն հայկական, հայ ժողովրդին մեծագույն նվաստացնող process է։ Մեր մարդկային, ազգային արժանապատվությունը ոտնահարող գործընթաց է։ Սա բարոյական կողմն եմ ասում։ Իսկ ֆինանսատնտեսական կողմը դա փորձ է Հայաստանին կախվածության մեջ սկսել դնել ադրբեջանական էներգորեսուրսներից եւ մյուս կողմից նաեւ դարձնել Հայաստանը Ադրբեջանի համար մի հատ փոքր շուկա։ Այդպես մեր ապրանքները սպառող եք դուք, ով եք դուք։ Ավելին նաեւ այստեղ շատ կարեւոր հարց կա, որ քանի դեռ, ասենք իրավական մասով եմ ասում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի բանակը կանգնած է Հայաստանի տարածքից ներս։ Եվ քանի դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ դատվում են ադրբեջանական շոու հիշեցնող դատարաններում, եղբայր կլինի մենք չառնենք այդ բենզինը։ Կլինի մենք որպես ազգ գոնե այդ հարցը մենք ինքնասիրություն դրսևորենք չառնենք։ Նես չէ մենք բենզինի խնդրեմ ունենք, է։ Իրանք այդ բենզինը ինչի են առնում, երկու վերսիա կա։ Առաջին, որ Ադրբեջանից ասեմ պետք է առնեք, այսինքն դու սուվերեն երկիր ես, քեզ ասում են դու ինչ պետք է անես, եւ երկրորդ, որ մերոնք ասում են քծնվենք, նվաստանանք, պարկենք վրեքներովս քայլեն, բալքիմ թողան միջև ընտրությունները միատել ընտրվենք։ Հա, հետո Պայետո ես իմ անունից, դուք ձեր անունից, մեր ժողովուրդը իրանց նման դիազորելն է, այդպես մանդատ տվել է, որ մեր անունից մենք նվաստանանք։ Հասկանաս, այդտեղ երկրորդ բանը չէ, որ ասում են պատերազմ եք ուզում։ Պատերազմ մասին խոսք չկա։ Եղբայր չենք ուզում առնենք թշնամու բենզինը, քանի դեռ մեր հողերը բանը օկուպացված է։ Ասում են դելիմիտացիայով կազատեք, հետո կխոսանք։ Գնացեք դելիմիտացիան արեք, ազատեք, կխոսանք։ Խեք մեզ նվաստացնել։
Գերինին կբերեք խոսանք։ Խաղաղության պայմանագիրը կկնքեք կխոսանք, ախպեր ջան, ինչ ա եղել։ Ոչ մի խնդրեմ։ Դա գնացեք կնքեք խոսանք, կանենք մնացած բաները։ Ով է ասել, որ մենք պետք է ադրբեջանական բենզին առնենք, էլի, որ ինչ պետք է առնենք։ Ասենք չեք կարում գնաք ուրիշ հարևան մեզ բարեկամ երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից առնեք Ադրբեջանից եք ուզում անպայման առնեք։ Ինչու՞ եք Ադրբեջանից առնում։ Ռուս չեք սիրում, ռուսի բենզին չեք սիրում, գնացեք Իրանից բերեք։ Դե ասում են խաղաղություն է, տարածաշրջանում ապաշրջափակում է տեղի ունենում։ Սուտ են խոսում, խափում են, որտեղ ոչ թե ապաշրջափակում է տեղի ունենում, այլ գնացել միջանցքը տվել են թղթերով։ Հիմա պետք է գետնի վրա սկսեն տալ է։ Հիմա ասում են ախպեր կլինի ընտրություններից հետո փորձենք այս գետնի վրա միջանցք տալու process-եր, ինչ ընտրություններ որ անեն կարող գմփունդուց գա։ Նրանք էլ ասում են դե ինչ Իվանակով կընտրվի։ Բան եք խոսացի արեք։ Եվ այս process-ները այս առաջիկա 6 ամսվա ընթացքում իր զարգացումները ունենալու են։ Հիմա այնտեղ Ամերիկայում խնդրում են ասում են կլինի JD Vance-ը գա Հայաստան, մինչև ընտրություններ, ասենք ասի որ այս trip-ը բացենք, բան մի հատ միտեղ կարմիր լենտ կապենք, կտրենք բան, ամեն ինչ փորձելու են անեն։ Բայց դրանից փաստերը ոչ են փոխվում։ Ասենք Հայաստանի Հանրապետությունը օկուպացված, Հայաստանի իշխանությունները թշնամի երկրի կամքը կատարող վիճակում ենք մենք հայտնված։ Ինչ անենք մենք։ Մենք ինչ անենք։ Մեկը կարա ասի, այսքան ձրկանքը ապրել ենք։ Պետք է որևէ հարաբերություն չունենա Հայաստանը Ադրբեջանի հետ։ Հայաստանը Ադրբեջանի հետ կարող է որևէ հարաբերություն չունենալ, այո, կարող է որևէ հարաբերություն չունենալ։ Եթե պետք է որ ունենանք հարաբերություն Ադրբեջանի հետ, այդ հարաբերությունները պետք է կառուցել շատ արդար հենքի վրա, որ ոչ մենք նվաստանանք, ոչ իրանք։ Ես բացարձակ այն գծի մեջ չեմ, որ դիազ նվաստացնենք։ Ոչ մենք նվաստանանք, ոչ իրանք։ Հիմա այս բանին մենք ենք նվաստանում։ Էս է խնդիրը։ Դե հարաբերություններ կառուցելու, չկառուցելու, բան ինչ են ուզում անեն։ Ուզում են ադրբեջանական չայ առնեն, խմեն։ Ում են խանգարել, թող գնան Թիֆլիս լիքը չայ կա, ադրբեջանական առնեն, խմեն։ Էլ ինչ է Ադրբեջանն արտադրում։ Էլ ինչ են ուզում։ Ինչ են էլի ուզում անել, ուզում հասկանամ Ադրբեջանից ինչ են։ Ինչ է Հայաստանը։ Իրենք հիմնավորում ունեն, իշխանության ներկայացուցիչները, նրանց սատարողներն ինչ են ասում, եթե դուք տնտեսական կապեր եք ունենում, այստեղով ադրբեջանական նավթա ուղի է անցնում, խողովակաշար, չգիտեմ, գծեր եւ այլն, նա հակված չէ դրանք վնասել եւ պատերազմ չի լինի։ Նախ ուզում եմ հասկանամ մի բան, ինչու պետքա լինի պատերազմ, եթե դու ինչ ուզել ես տվել ես։ Իրանք ինչ ուզել են, Ադրբեջանն ինչ ուզել, դու տվել ես, ինչի համար պետք է լինի պատերազմ։ Իրանք ինչ ասում են, դու անում ես։ Մնացել է մի հատ համանadrություն փոխես, այդտեղ խոստացել ես, որ կփոխես։ Խի պետք է լինի պատերազմ, էլի, այդ պատերազմի տերորը, այդ շանտաժը, դա ասենք ոչ մի ազգային իշխանություն ինքը իր ժողովրդին պատերազմով շանտաժ չի անում, աշխարհում այս բան չկա։ Որ դու գաս քո ժողովրդին շանտաժ անես։ Լավ, շանտաժը արեցիք։ Եթե դուք նրա համար եք, որ մեզ շանտաժ անեք, որ մենք համակերպվենք թշնամու պայմանների հետ, ուրեմն մենք չենք ուզում դուք մեզ ներկայացնեք։ Մենք ուզում ենք ուրիշ մարդ մեզ ներկայացնեն, ուրիշ մարդիկ մեզ ներկայացնեն, այդ իրավիճակը փոխվի եղբայր։ Հիմա մի անգամ փորձեցինք չեղավ։ Երկրորդ անգամ փորձեցինք չեղավ, ես օրինակ գտնում եմ, որ երրորդ անգամ չպետք է փորձենք։ Այդ բաները, որ այո տնտեսական կապեր լինեն, բան, իրանք չեն տեսել, որ Ասադը եւ Էրդողանը իրար հետ ինչ մտերիմ էին, ինչ տնտեսական կապեր կար, տնեցիկով հաց էին ուտում իրար հետ, ուժին էին անում այդպես բաներով, բան։ Չեն տեսել այդ, հետո ինչ եղավ Ասադի հետ, հետո ոնց գրավին Սիրիայի մի մասը, հետո ինչ օրը գցեցին։ Այդ չեն նայել։ Այդ որտեղ է տնտեսական կապերը կանխել։ Ռուսաստանն ու Ուկրաինան տնտեսական կապեր չունեին, որ մի պատերազմում են։ Եվրոմիությունն ու Ռուսաստանը տնտեսական կապեր չունեին, սա ռուսական գազն ու նավթը Եվրոմիությունն առնում էր։ Հիմա ամբողջությամբ խզել են չեն առնում։ Ինչու՞, որտեղ հակամարտության մեջ են։ Չեն ասում առնենք կարող է մեզ ների։ Այսինքն այն ինչ որ մեր իշխանությունները ասում են, որ հալալ է ԵՄ-ին, այսինքն սկզբունքային են պահում իրաց թշնամիների հետ, իրանք իրաց թշնամու հետ անում են դրա հակառակը, ոնց կարող բացատրեն դա։ Դե թող գնան բանը Ուրսուլա Տիկին ֆոն դեր Լայենին ասեն, Տիկին ֆոն դեր Լայեն, որ նավթ առնեք ռուսական, բերեք այդտեղ Բրյուսել, բան, Ֆրանսիա, եվրոպական տարբերակ գնեմ այդ նավթը, գազը վերականգնեցեք առնել, կարող է
տնտեսական կապերի խաթեր ռուսները ձեր վրա չարձակվեն, բայց խա հակառակ process գնում։ Իրանց որևէ հիմնավորում Նարեկ ջան, որևէ այն տարական բազային քննադատության չի ենթարկվում։ Հիմա ես օրինակ այս զրույցի ընթացքում կիրառում եմ քննադատության մակարդակներից երկրորդ մակարդակը 10-ից։ Այսինքն ես երկրորդ մակարդակում քննադատում եմ, իրանք արդեն կրված են, բա որ 8-ով քննադատեմ, 7-ով կոչնչանան, բայց գիտես քիչի Պետրոսի եթեր կանչում։ Չկա խոսակցություն։ Իրանք որևէ փաստարկ, որևէ բանավեճի չի դիմանում։ Նույնիսկ KGB-ի գործակալի պատմությունը, նույն բանը, իրանք որ պայքարում էին բարեվարկության համար։ Բարեվարկության համար պայքարում էին, մեկ է պարզել ինչքան սրբա պիղծ կա իրանց հետ մտել այդ process-ի մեջ։ Հա մարդիկ 50-ով մեզ հայտնի է, որ սրանք ավելի շատ են մեզ հայտնի որպես սրբա պիղծ, քան ձեր հայտարարած մարդիկ։ Այս ոնց եղավ։ Հիմա տեսա թեման դրել են մի կողմ։ Պետրոսի եթերներում արդեն էս սրբազաններին որ կանչում են, որ գիտի ընտանիք ունեն, բան ունեն, մաս հենց անում, ասում է, լավ, դե հետ հասկացանք այդ բանի հարցը, դա հնացած ավանդույթ է այդ կուսակցությունը, լավ, դա միգուցե պետք է վերանա այդ բան, այնտեղ այդ հրավիրյալ տիրադավն է, հենց անում։ Դե, բան հենց շուտ հենց ոչ ժողովուրդը տենում է, չէ՞ տանում ինչ է։ Հիմա ավելի կարևոր խնդիր են իրենք, ես սա իրենց ասածն եմ փոխում։ Հա, ասեք։ Ասում են, դե հիմա քանի որ այսպես խնդիր կա, որ մեր ազգային անվտանգությանն է, ըստ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի ազգային անվտանգությանն է արդեն վտանգ սպառնում։ Ասում է, հիմա մենք այդ հարցը լուծենք, հետո արդեն կանրադառնանք այն կողքի մանր-մուներներին, երեխա, կնիկ, սիրած։ Օրինակ կաթողիկոսն ինչ արել, որ ազգային անվտանգությանը խաթարում է Հայաստանի։ Թող մի հատ բան ասեն, մեր կաթողիկոսն ինչ արել։ Ես քեզ մի բան ասեմ հետաքրքիր, իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ կաթողիկոսին չէին սիրում։ Մեր կաթողիկոսը այդն ժողովրդական մեծ պոպուլյարություն չուներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ինքը դառնում է բավականին սիրված մարդ։ Պոպուլյար, որ այսպես կանգնած ասում է չէ, ոչ, ասում է ոչ։ Հասկանում ես, եւ այդ process-ի մեջ ես ուղղակի նայում եմ, ասում եմ, լավ, իրանք չեն հասկանում, որ իրանք պարտվում են այս process-ի մեջ։ Լավ հասկանում են։ Մյուս կողմից exit strategy ունեն, ոնց դուրս գան թեմայից։ Այնի ոնց դուրս գա Փաշինյանը, չէ՞, ասել են պետք է գնա մի շաբաթից կգնա, 3 օրից կգնա, 2 օրից կգնա, այնտեղ Արամ Սարգսյանը ինտերվյու ա տվել 2 օր առաջ, ասում է դե վեհապարը պետք է հեռանա, ասում է վիխր չունի կգնա եւ սենց էլի սենց խոսում են։ Հա, ու գիտես ինչն է ինձ զարմացնում, որ նույն Արամ Սարգսյանը, էլի մարդիկ իր թիմից, ասում են ընտրությունները կեղծել են, եսին ինչ են արել վեհապարի։ Ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանը պատվիրակ ա եղել։ Ընդհակառակ իրենք չեն ասում։ Կոմոդ շատ ա եղել ինքը ինտերվյու տվել էլի։ Մի հատ իրան ասա որ դու պատվիրակ էիր։ Ոնց էին կեղծում ընտրությունները։ Ունեն իրենք հոգևորականներ, իրանց թևից աջակցող, ովքեր ինտերվյուներ են տալի, թե ինչ ճնշումներ ա եղել, որ ընտրությունները, ու ասում են ճնշողով ա եղել։ Ասում են Վազգեն Սարգսյանը ճնշում էր։ Հիմա իրանք այդ ինչ որ եկել են ասում են։ Պատասխանատվություն կրում են իրանց այդ 99 թվի արածի համար։ Ընդունում են որ տենց եղել, թե ասում են սուտ են ասում։ Եթե սուտ են ասում, վերապարից ինչ են ուզում։ Եթե ճիշտ են ասում, ասում են իրանք են այդ սա արել։ Մեզանից ինչ են ուզում։ Ես չեմ մասնակցել այդ ընտրություններին։ Ես բանակում եմ եղել, Նարեկ ջան, ես բանակում եմ եղել 99 թվի հոկտեմբերի 27-ին։ Դիրքեր եմ եղել եւ այնտեղ իմացանք ծանր լուրը հոկտեմբերի 27-ի այդ սպանդի, այդ ոչրագործության։ Պարոն Մարուկյան, այնուհանդերձ դուք տեսնում եք կաթողիկոսի կողմից քաղաքականությանը միջամտելու, կոնկրետ քաղաքական շրջանակների հետ համագործակցելու, թե ոչ, որովհետև ասում են քոչարյանական գծի մեջ է կաթողիկոսը, նման մեղադրանքներ էլ կան։ Ուրեմն ես քեզ պատմեմ, երկու բան պատմեմ, որ շատ քիչ տեղ եմ խոսել, էլի։ Ֆորմատը հետաքրքիր լավն է, որ այստեղ հեշտ է պատմելը։ Ուրեմն տես, առաջին անգամ խորհրդարանում 19 թվականին առաջին մարդը, որ ասել է Կտրիչ Ներսիսյան, դա եղել է Ալեն Սիմոնյանը։ Ինչու նա այդ հայտարարությունը արեց, ու ես խիստ քննադատեցի։ Այդ ժամանակ իշխանության ռեյտինգը շատ բարձր էր։ Այսօրվա ինչքան ընդդիմադիր գիտես, նորերին չեմ ասում, էլի հները որ կան։ Վախենում էին իշխանությանը քննադատեն։ Դե մի մասը դատվում են եւ շարունակում են դատվել, մի մասն է վախում են, որտեղ ռեյտինգը բարձր էր։ Մենք դες գժի պես այդ 80%-անոց ռեյտինգի դեմ կռվում էինք, որտեղ եթե սխալ են անում, ասում ենք սխալ եք անում։ Նաև այդտեղ մենք սկսում ենք կորցնել ժողովրդական աջակցություն։ Եվ այդ
Ալենի այդ հայտարարությունը ամենասուրը ես քննադատեցի։ Գնացի Մայրաթոր Սուրբ Էջմիածին ուղիղ։ Վեհապարի հետ հանդիպեցի։ Մենք երբեք տենց հարաբերություններ չենք ունեցել, որտեղ ես Երևանցի չեմ, Վանաձոր եմ ապրել, շփում եղել է մեր տարածքի հոգեվորականների հետ։ Սեպուս Սրբազանի Վահամերիկ հետ որ մահացավ կոവിഡ്ի ժամանակ։ Հիմա այսօրվա մեր Սրբազանի Հովնան Սրբազանի։ Ես ասենք ես Երևանում հոգեվորականների շփումներ չեմ ունեցել։ Եվ վերջի տարիներին շատ մտերմություն ունեմ, ասենք Միքայել Սրբազանի հետ։ Գնացի Էջմիածին։ Խնդրեցի հանդիպում դեպարծալ Վեհապարի հետ, Վեհապարն ընդունեց ինձ։ Դե մեդիա արշավա գնում այլանդակություններ, այդ նույն աղբը հիմա ինչ անում են, այդ ժամանակ լսում եմ։ Եվ Վեհապարին ասեցի, Վեհապար, դուք մենք որպես խմբակցություն ձեզ աջակցում ենք։ Մեր քարոզարշավը մենք մեկնարկել ենք Խոր Վիրապից 18 թվականին։ Ընտրվելուց հետո մեր խմբակցությունը այցելել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ստացել Վեհապար Հայրապետի օրհնությունը։ Եվ մենք պարտավորված ենք զգում այս քաղաքական բանի մեջ թույլ չտալ, որ քաղաքական որևէ դերակատար ինչ ասում Ավազանի անունով կոչել, էլի, կտրիչ անունով մարդ չկա իրականում։ Գարեգին կաթողիկոսի անունազգանունը անձնագրում փոխված է։ Գարեգին երկրորդը չկա կտրիչ անունով մարդ։ Եվ Վեհապարը շատ հանգիստ բան ասեցի, ինչ ա եղել, ասեց ասեմ։ Բայց մոտավորապես եմ պատմում, բայց մամուլը մեկը կարող է նայել։ Մոտավորապես իր պատմածն եմ ասում, ասեց ինձ մոտ են եկել ասել, որ ինչ որ տոն պետք է լիներ քրիստոնեական, տաղավար տոներ են, չէ՞ լինում։ Որ հայտարարություն կա, որ դուք էլ ասեք, որ միանաք թե հայտարարեք, որ լավ կլինի, որ ազատ արձակվի կալանքից, Քոչյանը կալանքի տակ էր։ Ասում եմ, ես էլ ասեցի, հա դե երկրորդ նախագահն է, իմ կարծիքը ասեցի, որ լավ կլինի, որ ազատ արձակվի։ Այդ լավ կլինի, որ ազատ արձակվի պատճառով, սկսում է նրա դեմ այդ արշավը, որ դու քոչայանական ես, բանսես բաներ։ Հիմա հետանից հետո մի բաներ եմ ուզում պատմեմ։ Հետո Վեհապարին ասեցի, ինչ անենք, հրապարակային ես հայտարարեմ, հրապարակային արդեն հայտարարել էի, որ աջակցում ենք մի խոսքով էլի քաղաքական իմաստով, ասեց նայ, բերջ քաղաքական։ Ինքը ասեց բերջ քաղաքական։ Ֆրակցիայի ղեկավար մարդ եմ, երրորդ ուժի ղեկավարն եմ, գնաց Մայրաթոր։ Մի քիչ ժամանակ անցավ, ես իմացա, որ ինքը ներել է Ալեն Սիմոնյանը։ Հա, որտեվ գնաց հասավ Մայրաթոր։ Ալեն Սիմոնյանը գնում է Մայրաթոր, ինքը ներում է խնդրում եւ ներվում է։ Դե հիմա գնացել է հասել, ո՞նց է եղել։ Լավ, ֆոտո հրապարակվեց։ հա, ֆոտո հրապարակվեց, որ լավ, այսպես դենք դա ունի, որ բարեշեցին։ Ժողովրդի լեզվով ենք խոսում։ Լավ, եղավ։ Դա ինձ հետո տարիներ անց ես այս պատմությունը ոչ միտեղ չեմ պատմել։ Ես հատուկ հանձնարարությունով դեսպան եմ, բայց նաև մեր կուսակցության նախագահն եմ։ Եվ երբ որ ես համաձայնել եմ այդ պաշտոնին գնալ, այսինքն ընտրվել է մի տարբերակ իմ համար հատուկ, որ ես շարունակեմ լինել քաղաքականության մեջ, այս կարևոր հանգամանք է, էլի, որտեղ բոլոր այլ տարբերակներով, որ ես դեսպան նշանակվեի, սովորական, ոչ հատուկ հանձնարարություններով, ես պետքա թողնեի քաղաքականությունը։ Հրավեր եմ ստանում որպես ԼՀԿ նախագահ, դրա համար եմ ասում, ես նախապատմություն եմ, որպես ԼՀԿ նախագահ, ոչ թե որպես դեսպան, որ Վեհապար Հայրապետը ցանկանում է խորհուրդ ձևավորել, քննարկումներ ունենալ ազգային հարցերի վերաբերյալ բան, եւ ասեցի ովքեր են դրա մեջ, ասեցին կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Մատենադարանի տնօրեն, մի քանի նախարար, ազգային ժողովից պատգամավորներ, քաղաքական ուժերից ես եւ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ասեցին պարոն Մարուկյան, Վեհապարը ձեզ ուզում ա լուքել լինի, ասեցի շատ լավ, սիրով։ Արդեն օրերը մոտենում էր այդ հավաքի, եթե չեմ սխալվում, Արայիկ զանգեց ինձ Հարությունյան ու ասեց, որ մենք որոշում ունենք, որ չենք մասնակցելու։ Դա որ թվականներ կնեք։ Դա 23 երևի։ 23։ Ասեց մենք որոշում ունենք, որ մենք չենք մասնակցելու։ Այսինքն իշխանական թիմը չի մասնակցելու այդ հավաքին։ Բոյկոտում է կաթողիկոսին։ Ասեցի, որ Արայիկին ասեցի, որ ձեր որոշումը չի կարող վերատարածվել, ինչու, որովհետև ես որպես կուսակցության նախագահ եմ հրավիրված, ոչ թե որպես դեսպան։ Հետո դուք գիտեք, ինչ ասեմ ես ձեզ։ Ու հույսով, որ ես կգնամ այնտեղ ու կլինեն այլ մասնակիցներ, գնում եմ, որ այդ հանդիպումը լինի։ Դե ուզում եմ, որ գոնե Արամ Սարգսյանը կգա, այդքան մտերիմ է կաթողիկոսի հետ։ Անընդհատ ծնունդը շնորհավորում է հրապարակային։ Ես կաթողիկոս ծնունդը հրապարակային շնորհավորած չկամ։
Արամ Սարգսյանը ամեն ձունի շնորհավորում էր բանտեց։ Գնում եմ հասնում եմ տեղ Նարեկ ջան, ինչ եմ հայտնաբերում։ Վեհապար Հայրապետնա ու ես։ Ոչ ոք չի եկել։ Ոչ ոք։ Որտեւ իշխանությունները կարողացել էին այնպես անել, որ ոչ ոք չմասնակցի։ Մատենադանի տնօրեն ինչ որ համալսանի ռեկտորան այդ ցուցակը հիմա էս անգիր։ Դե ասի վեհապար Հայրապետ ինչ անենք։ Դե եկել եմ։ Ասած սուրճ կխմես, նռան հյութ կխմես, նստենք զրուցենք դե եկի հասես մայրաթոր։ Ասի սիրով։ Նստեցինք, սկսեցինք խոսել այդ խնդիրներից։ Որ լավ ինչն է պատճառը, ասում եմ։ Վեհապար ինչն է պատճառը, որտեղից հասկսել ես հարաբերությունների բանը։ Մանու ինքը պատմում է տարբեր խնդիրներ, այնտեղ Ինչ օրինակ։ Օրինակ խունկի մաքսազերծման խնդրեմ կար։ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է այս մասին։ Խունկը, որ գաս Հայաստան, խունկը մաքսազերծելու խնդրեմ, օրինակ։ Եվ այլն, այսպես խնդիրներ ա, որ չեմ կարող բոլորը վերհիշեմ, բայց Նարեկ sense նայում ասեմ, մեջը բան չկա։ Հասկանում ես, մեջը բան չկա։ Իմաստը որն է։ Ու ես ասում վեհապար, որ ես մի գնամ Փաշինյանի հետ հանդիպեմ։ Փորձեմ խոսել, փորձենք հարթել եւ բան անենք, էլի, հարթենք այդ սուր կողմերը, հարաբերությունները կարգավորվի։ Վերջին հաշվով հատուկ հրաժարականը ուզել եք Փաշինյանի։ Ես էլ եմ ուզել։ Ժողովուրդը իրան ընտրել, չէ՞, ասում հա ախպեր, ասում դե իրան ընտրել, ասում այո, ես էլ եմ ասում իրան ընտրել։ Ասում դրանից հետո զանգել եմ, ես եմ արել, 1000 քայլ արել, լավ։ Կաթողիկոսը զանգել է Նիկոլ Փաշինյանին։ Այո, այո։ Բազմաթիվ քայլեր, վեհապար Հայրապետը արել է ընդառաջ, հասկանում ես։ Բայց չի ստացվում։ Ասում լավ, ես կխոսեմ վարչապետի հետ, որովհետև ես որպես մարդ, որպես հայրաքրական եկեղեցու հետևորդ 1, որպես կուսակցության նախագահ 2, եւ որպես այդ կառավարության հետ աշխատող մարդ, ես չեմ ուզում որ էս սենց լինի։ Սա լավ բան չի։ Գալիս եմ հետ, վարչապետին հանդիպում եմ ու պատմում եմ, ասեմ նա խայտարակություն, որ դուք էս սենց եք արել, սենց բոյկոտել ու ասենք իմաստը։ Դե ում վրա կարային որ ազդեին, բնականաբար բոլորի վրա կարային ազդեին, բացի ինձանից, բոլորը չէին գնացել։ Դե ինքը ասում է դե բան իր հետ չի լինի, բան, դες խոսակցության մեջ որ կողմից մոտենում եմ, այն կարգի, որ արդեն նյարդայնացրել եմ, էլի ես իրան։ Որ կողմից մոտենում եմ, որ պետք է հարաբերությունները կարգավորել, թարգենք, վերջ հասնենք բան, եւ նորմալ հարաբերություն լինի եկեղեցի պետություն, այդ հարցերը լուծվի բան։ Վարչապետը մինչև վերջ չհամաձայնեց, ասես չէ, չի լինի։ Ես ոչ մի կերպ չեմ ընդունելու։ Եվ այդտեղ վերջի բանը հետեւյալն էր, սենց արեց, ասես դու լավ ես իր հետ։ Ասեցի լավ եմ, որն է։ Սովորական հարաբերություններն են, ասենք, հաստատ այնքան մտերիմ չեն, ոնց որ Արամ Զավենի Սարգսյանն է, այնի։ Որ այսօր իր հրաժարականն է պահանջում միջայնից։ Ասեցի սովորական հարաբերություններ։ Ասես դե դու քո հարաբերությունները պահի, ինչ ասեմ։ Ես չեմ ուզում։ Դու ուզում ես դու պահի։ Պատճառը հրաժարականի պահանջն է։ Այն ժամանակ հրաժարական չէր ուզում ինքը։ Չէ, 20 թվի հրաժարականի։ Չէր ասում, չէ, վարչապետը չէր ասում որ պատճառը դա է։ Որ չէ, դա չէր պատճառը։ Դա պատճառը դա չէր։ Այնքան մարդա վարչապետի հրաժարական ուզե։ Մարդ կա այս երկրում որ հրաժարականը չէր ուզե։ Ասած հետեւյալն է որ այդ գիծը որ պետք էր քաշվեր 21 թվականի ընտրություններից հետո այդ գիծը չէր քաշվում հասկանում ես այսինքն բայց կաթողիկոսը ոնց է որ Կիլիկիայի Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսներ են ժամանակ բոլոր կաթողիկոսները այսինքն մեր ունեցած երկու կաթողիկոս պահանջել էին նա կաթողիկոսի կողմից չպետք է քայլ լիներ այդ փուլում երբ որ ինքը հրապարակավ հրաժարականներ պահանջի հաշվի առնելով ժողովը ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը անկախ նրանից թե ինչ պայմաններում այդ ընտրությունները տեղ ունեցան ինչ վախեր գործան բայց դու մտածում ես այդ քայլը չի եղել է հրապարակավ հայտարարություն բա խորհրդարան ով աղորն է նոր գումարման խորհրդարանը որտեղ ԿՊ մեծամասնությունն է վարչապետը Նիկոլը ո ես էի Մարդը եկել է օգնել որ ինչ անի ինչ միջոցառում ունեն հրավիրել է ինչ կա արել է ինչ աներ գարբանում կառավարության տան դեմը կաթոռը տներ նստե
Նա իր ապարագայում, այդ ամբողջ խոսակցության մեջ ես փորձում եի միջնորդի դեր խաղամ, որ այդ բարեշացնելու գործը գրուպ բերեմ։ Կաթոլիկոսի պարագայում, ասենք, հարաբերությունները կարգավորել է 10-ից 10 էր, որ ինքը սուր կողմ բան չուներ։ Ինքը 10-ից 10 կարող էր բան անել, հարաբերությունները կարգավորել այդ պահին։ Հիմա չգիտեմ, հիմա ես վերջ անգամ այդ ժամանակ եմ խոսել վերապարարապետի հետ։ Դրանից հետո ես որևէ խոսակցություն չեմ ունեցել իր հետ։ Բայց բանի Փաշինյանի կողմից 10-ից 10 եթե նայենք, ասենք 0 էր հնարավորությունը, որ հնարավորություն կար հարաբերությունները կարգավորելու։ Հետո դու ասում ես քայլ չեն արել, բան այնքան քայլ, ինձ ժամերով պատմում էր ինչքան բան արել է։ Վայապարը։ Մի մասը հիշում եմ, մի մասն էլ էթիկայից ելնելով կարծում եմ։ Բացի զանգել էլ ինչ։ Լիքը քայլեր է արել, որ Փաշինյանը կարող էր ընդունել եւ այս հարցերը կարգավորել։ Այսինքն, այստեղ նայեն արեք, ես հիմա ռետրոսպեկտիվ որ հետ եմ նայում, որտեվ այն ինչ որ այսօր տեղի է ունենում, ես մի հիշում եմ, չէ՞, ժամանակ որ ես փորձել եմ։ Ասում եմ, բայց փորձում էի։ Հաջող այդ որ ես փորձում էի, դա նայվ չէ, լորեցու միամտություն չէ։ Այսինքն նա ես եկան լորեցու միամտությամբ ես մտածել եմ, թե մակերեսային մակարդակի է, էլի, ոնց որ իրանք էին ներկայացնում, որ դե ինչ կա բան, բայց բարձրացնում որ չէ, եղբայր։ Բացարձակապես չէ եւ այդ խնդիրը շատ սուր դրված է, որ պետք է լինի իրան ենթակա մարդ, որը չներկայացնի հայ ազգը։ Հիմա դե ուրիշ քեզ բան ասեմ, դու ինձ ասում ես այդ հարցը կիսատ մնաց։ Ասում ես քաղաքականությամբ զբաղվում եմ։ Ուրեմն լսի։ Քաղաքականությամբ որևէ եկեղեցական չի զբաղվել ու չի զբաղվում։ Հիմնավոր եմ քեզ ասում։ Ուղղակի իշխանության պահանջը հետեւյալն է, որ պետքա մեր եկեղեցականները ազգային հարցերից չխոսեն։ Դա քաղաքականությամբ զբաղվել, օրինակ գնաս կուսակցություն ես ստեղծում կամ մտնում ես կուսակցություն ցուցակ։ Որ սկսես քաղաքական process-ը։ Արարիկ Քոչարյանն ու Արման Բաբաջանյանը հելան հայտարարեցին, ասեցին գնացին հանդիպեցին կաթողիկոսի հետ, ասեցին խոսա Հռոմի Պապ Մոսկվայի պատրիարք գերիները բան գաս, հլա չէ, դա կլինի Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքի արդյունք, ես Քոչարյան եմ ուզում։ Ես չեմ։ Երկու հոգի նման հայտարարություն։ Ես չեմ հավատում իրանց, երկուսին չեմ հավատում։ Երկուսին ճանաչում եմ ու երկուսին չեմ հավատում։ Դուք երկուսին չեք ճանաչում, ես ճանաչում եմ ու չեմ հավատում։ Նայեք, վեապարը կամ որևէ եկեղեցական, նա քաղաքական մարդիկ չեն կարող մտնել մեր նման պոլեմիկայի մեջ, որ վայ, չէ, սենց չեղավ, վայ, նենց եղավ, դու սուտ ես ասում, այս էս կապացություն բան։ Նրանք իրենց բարձր տեղը զբաղացրած, նկատի ունեմ աշխարհիկ բարձր տեղ չէ, հոգևոր իմաստով։ Իրենց վերաբերյալ հիմա ինչ ասես ասում են, իրանք եթե մտնեն ամենօրյա ռեժիմով այդ ասածը հերքելու բանի մեջ։ Պահանջի իշխանության ես պնդում եմ, որ հետեւյալն է, որ պետք է եկեղեցու ներկայացուցիչները չխոսան Արցախի կորուստից, իրենց ունեցած վանքերի կորուստից, քրիստոնեական ժառանգության կորուստներից։ Վերջին հաշվով լսի դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակի հարց է։ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, այդքան տարի մենք այդ ուղղությամբ բան ենք արել։ Հայոց ցեղասպանության մասին չխոսեն, հա։ Այսինքն ո՞նց կարան չխոսեն։ Ոնց կան։ Իրեն հենց խոսում են ասում, դուք քաղաքականությամբ եք զբաղվում։ Քաղաքականությամբ ով է զբաղվում։ Անկամ Բագրատ Սրբազանը, որ Սրբազան շարժումը սկսեց, նրա կարգավիճակը սղախր բոլորը գիտեն, որ վեապարը թեմա է եղել։ Հասկանում ես։ Չէ, բայց նրանք կարգավիճից գալիս են Երևանին արդեն մտնում, Մայրաթորմի հայտարարություն տարածեց, որ ինչ։ Իրանք տոտալ դիստանսավորվել են։ Մայրաթորը տոտալ դիստանսավորվել է Բագրատ Սրբազանի արշավից։ Բագրատ Սրբազանը դժգոհ էր դրանից, սակայն չէր կարող տենց խոսալ ասել։ Դե ինչի բան չարեց կարգալույցը չհրճակեց, եթե դա, որտեվ դա կարգալույցության հիմք չի։ Մարդուն տաբուշի թեմի առաջնորդ լինելուց հանեցին, էլ ինչ անեին։ Հիմա մեջտեղից շրջանում ենք ասում ենք Նավասար Սրբազանին կարգալույցը չեն անում։ Դու ասում ես Բագրատ Սրբազանին քիչ արի։ Ինչ էր արել որ անեին։ Գալիս ես քեզ հերություն քեզ գալիս ես հրապարակ 30-40 հազար ըստ իրենց հայտարարածի կամ իրենք ավելի շատ են 60-70 են իրանք ասում հավաքես ենթադրենք իրանց ասածը ճիշտ է 70,000 հոգու հավաքես կանգնես ամենաբարձր կետ ու ասես վարչապետի տեխնացուն ես եմ դա քաղաքականությամբ զբաղվել չի ասում եմ այդ քայլից հետո դրանից առաջն է եկեղեցին դիստանսավորվեց իրանից սառեցրել ոնց որ հիմա Հայաստանը հապկինն է բանալի դե դա աբսուրդ իրավիճակ իրանց կանոններով դա այն մաքսիմում բանն է որ իրանք արել են
Հիմա ես քեզ կոնկրետ օրինակ եմ Կա, ասեմ, չկա Նավասարդ կանոնները։ Սրբազանը, Դա մի այլ աղետալի պատմություն է։ Նավասարդ Սրբազանը պահանջում է վեհապարի հրաժարականը, ճիշտ է։ Կարգալույց չէ։ Հա, վեհապարը մի քանի տարի առաջ պաշտպանում էր նրա Bentley ունենալը։ Այո, կարգալույց չի անում։ Մի խնդրարույց համակարգ կա, որ բոլոր կողմերից խնդիրներ Էսի կան։ խնդրահարույց համակարգը պետք է ինքը իրանով իր ներսը ու եթե քեզ թվում է կաթոլիկ եկեղեցին կամ որևէ այլ եկեղեցի Բայց մենք կաթոլիկների հետ ինչ գործ ունենք։ Կաթոլիկ։ Ես դու ասած խնդրարույց համակարգը բոլոր այդ ձևի համակարգերում կան բազմաթիվ խնդիրներ։ Բայց հետ մենք Դեռ իրանք իրանք կանոններ ունեն, իրանք իրանք օրենքներ ունեն։ Մենք չենք կա նայ քաղաքացիական անձին, բան չի համարասամարության մեջ գրած, որ պետությունը անջատ է եկեղեցու։ Ինչի համար են գրել։ Գրել են նրա համար, որ որևէ կաթոլիկոս չասի ես եմ պետությունը, եւ գրել են նրա համար, որ որևէ վարչապետ կամ պրեզիդենտ չասի ես եմ կաթոլիկոսը։ Շուտով կմոտենանք նաև դրան, բայց մենք տեսել ենք, որ եկեղեցականները այդ ինքնամաքրման գործընթացով անցնել, մենք երբևէ չենք լսել, որ ասեն այս ինչ կճոյանին հեռացնում ենք, որովհետև բիզնեսի մեջ է, օֆշորի մեջ է, Bentley ունի, սիրած ունի, բայց եթե իրանք ինքնամաքրվող տենց համակարգ ունեն, դա ինչի՞ չի աշխատել այս երբ։ Օրինակ ես ինչքան ուսումնասիրել եմ այդ քո ասած նույն բանը։ Մեղադրանք ասեմ, բան չէ։ Ահա որ շատ մարդակարգավից արվում եւ արվել, մինչեւ այս պատմությունները նկատի ունեմ, անգամ դժգոհություն կա, որ անտեղի տեղն են նաեւ շատ կարգավից արել։ Ես չգիտեմ նարեկ։ Ես չգիտեմ ոչ անտեղի են արել, ոչ գիտեմ տեղի են արել, բայց դու ասես ինքնամաքրման համակարգը չկա, կա։ Այլ բանա դա արդար աշխատում, արդար չի աշխատում։ Որքանով գիտեմ ունեն հանձնաժողով, կան չունեն։ Հոգեվորականներն ասում են մեզ պարտադրում էին գնալ միտինգների ելույթ ունենալ։ Քանի հոգեվորական է դա ասել։ Քանի հոգեվորականից էս նման։ Ուրեմն Հայաստանում կա շուրջ 200 եւ ավել քահանա։ Ժողովրդի ասած տեր։ Այդ 200-ից ավել քահանայից քանի հոգի անցել Նիկոլ Փաշինյանի կողմը։ Քանի հոգի վկայություն տվել, որ իրան զորով տարել են ցույցերի, թող ասեն դա տենան։ Մի մարդա, որը ասենք, ի սկզբանե parzեր եւ երևում էր, որ ինչքան խոսած ենքան ինքը վնասեց իրանց արժանին։ Այդ Տեր Արամը ինչքան խոսած ենքան ինքը վնասեց իրանց։ Ասում են ոստիկաններին ով է բերել, ասում Աստված։ Դե եղբայր լավ էլի։ Կամ ասենք այդ նույն մարդիկ գնում են, նայում են, տեսնում են, որ մայրաթորի դռները քացով խփում են մարդիկ։ Բա իրանց ջանին դարձ չի լինեն։ Բա իրանք չեն ամաչում իրանց արածից։ Այդ ցուրտ էջմիածինը բոլորինս է, ասենք կաթոլիկոսները գգան։ Այս ազգինն է։ Գնացել եք դու դռանը քացով խփում եք, քֆուր եք անում այդ, ասենք բրբրթում եք, կանային ֆակս տանում, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Մի հատ ձերբակալված մարդ չկա։ Պարոն Մարքյան, եւ կապը ռուսական իշխանության հետ ասում են, այդ Ռուսաստանի այսինչ տոնի արդիվ Ռուսաստանի այսինչ պետական մեդալը ստացավ կաթողիկոսը, որում ասում է եկավ Ռուսաստանի դեսպանատնից վերցրեց, Եզրաս Սրբազանը վերցրեց, սրա հետ կապված է հանրության որոշ շրջանակներ խնդիր տեսնում։ Դուք ստեղ խնդիր տեսնում եք, թե չէ։ Օրինակ որ Ադրբեջանից ստանա նորմալ կլինի։ Ինչ է նշանակում ես այդտեղ խնդիր տեսնում եմ, թե չեմ տեսնում։ Ուրեմն հայ ժողովուրդը մեր պետությունը, մեր պետականությունը կապվածություն ունեցել է, թե չի ունեցել Ռուսաստանի Դաշնության, դայից առաջել, ասենք սովետականության, դայից առաջել ցարական Ռուսաստանի հետ։ Դա ասենք այդ տրադիցիաները հա դարերով գնացող։ Մեր բանին Ստամբուլում նստող մեր ներկայացուցիչին հայրաքելական Սուրբ եկեղեցու մեդալ չեն տվել։ Ամեն երկրում կոպիտ ես դիվանագիտական բառով ասեմ լավ։ Ամեն երկրում հավատարմագրված կրոնական կառույցի հավատարմագրված առաջնորդ այդ երկրի իշխանության հետ տարատեսակ միջոցառումներ ու բաներ շփումներ ունեն։ Հիմա այդտեղ որոշում են բոլոր օրինակ անցած անգամ ես հատուկ հետաքրքրվել եմ դա մայմ ասում։ Անցած անգամ այդ մեդալը որ տվել են բոլոր կոնֆեսիաների ներկայացուցիչները մեդալ են ստացել։ Հայաստանի մամուլը ռուսաբաներա դասեն որ միայն Եզրաս Սրբազանը, միայն Եզրաս Սրբազանին Պուտինը տվեց մեդալ։ Մինչդեռ այդ օրը բոլոր կոնֆեսիաների հավատարմագրված ներկայացուցիչները մեդալ են ստացել։ Եվ պարոն Մարքյան, հետո ինչ, որ չտային մերին, մեր հային չտային, մնացածին տային, հայ ժողովուրդը ուրախ լինեն դրա համար։ Ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը։ Ես պահանջում եմ վեհապար հայրապետից, որպես հավատացյալ սովորական մարդ,
Այսինքն ես պահանջելու իրավունք ինչքան ունեմ որպես հավատացյալ, էլի, որ ինքը ոչ մի միլիմետր չընկրկի, չզիջի, եւ պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից որպես քաղաքացի, որ ինքը դադարեցնի այս ազգակործան process-ը։ Ինչպես կհանգուցալուծվի, հուսով եմ, որ իշխանությունը արձանագրելով իր տոտալ պարտությունը կդադարեցնի եւ մեր բոլոր մյուս կիրակի օրերը կլինեն այս կիրակի նման։ Հանգիստ, հանդարտ, բոլորը իրանց եկեղեցիները մաղոթում են, երկպառակտություն չի մտցվում, խժդժություն չկա, հանգիստ է, չեն հրմշտում, չեն գորգռում ԱԱՑ-ի ներկայացուցիչները, չեն գալի քաղաքացիական հագուստով մարդկանց բրբրթում եւ այլն եւ այլն։ Եվ այս թեման պետք է փակել։ Եվ վերջում պարոն Մարուկյան, դուք այդ ասացիք Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար եղած ժամանակ դեսպանի հատուկ հանձնություններով դեսպանի պաշտոն եք ունեցել։ Վերջերս էլ կրկին ընտրվեցիք հա խորհրդի նախագահի։ Այսօր մեր նիստն է։ Հա, բայց պարզվում է դուք հանուն պաշտոնի, ինչպես ասում է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատրաստ եք եղել այս կուսակցությունից հրաժարվել։ Այդ պատմությունը դրա համար պատմեցի։ Ես արձագանքել եմ իրանց, ասել եմ էլի, որ ամեն անգամ իրան որպեսի չարձագանքեմ, մի անգամ արձանագրում ենք, որ ինքը այն մակարդակի է, որ արձանագրելու բան չկա, բայց հատուկ ձեզ պատմեցի այն դրա հատվածը, որ հատուկ նենց պաշտոնի նկարագիր է ընտրվել օրենքով, որ ես մնամ կուսակցության նախագահ։ Հետեւաբար ինչ խոսում է, սուտ է խոսում ու այսինքն նայ, ես բովանդակային քննադատել եմ այդ օրը բենզինի թեման, չէ՞։ Բենզինի թեմայով իրան քննադատել եմ իշխանությանը, ինքը ասում է, ինքը բան։ Դες просто ես ինչի եմ զարմանում։ Մարդիկ կան իշխանությանը, որ ինչ որ ժամանակ լավ են վերաբերվել, էլի։ Զարմանում եմ նրա վրա, որ իրանք են դառը հետո սենց, թե ես եմ այդ վաղ սխալ հասկացել։ Նա իր սխալն է համարում, որ առաջարկել է Փաշինյանին ձեզ։ Դա էլ ասում, ասում ինքը չի առաջարկել։ Փաշինյանը իրան ուղարկել է իմ մոտ, առաջարկել է բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոն։ Ինքը այդքան չկա, որ կանա բան առաջարկի։ Ինքը կարա սուրճ դնի, ես ու դու խմենք։ Եթե դու ուզես։ Բայց ես չեմ ուզում։ Դուք բացառում եք ընդհանրապես համագործակցությունը ընտրություններից։ Դրա մասին մեր համագումարին եմ խոսել, դա ինձ առաջել եմ խոսել, քո եթերն էլ լավ հնարավորություն, այո, բացառում եմ։ Ոչ մի կոնֆիգուրացիայում չեմ։ Բոլոր ուժերի հետ եք բացառում։ Չէ, դու ասում ես բացառում եք։ Հա, ԿՊԻ-ն հասկացանք։ Չէ, կոնկրետ հիմա ԿՊ-ի մասին ենք խոսում։ Ես չգիտեմ ինչ ուժեր են մասնակցել ընտրություններին, հիմա ուրիշ քեզ։ Դե Քոչարյանն էլ է արդեն։ Հենց մենք գրանցվենք, ես Քոչարյանին առաջարկ ունեմ արած, մի քննարկում։ Հենց մենք գրանցվենք մասնակցելու այդ ժամանակ։ Քննարկում է ձեր առաջարկը։ Դա ասուլիսի ժամանակ ասես, չէ՞ որ կնայենք, տեսնենք ով շատ ռեյտինգ ունի։ Որ առաջարկել է, որ ինքը չմասնակցի, ուրիշ մարդ առաջադրեն։ Երբ որ կգրանցվեն ուժերը նարեկ ջան, կտենանք ովքեր են, որ մենք եկը գրանցվենք։ Դե հիմա հայտնի են։ Կլինենք, չէ, հայտնի Քոչարյան, մեր ձևով, բա ինչ են իրանք ձե։ Արման Թաթոյան, բա հենց այնց չեն ստեղծել այդ նախաձեռնությունը։ Չէ, նախաձեռնությունները կան, բայց կգրանցվեն որպես առանձին ուժ, կգրանցվեն որպես դաշինք, կգրանցվեն որպես մեծ խոշորացված ուժ, դրանից կախված է ամեն ինչ։ Լավ, ձեզ համար ընդունելի կլինի, օրինակ Փաշինյանին իշխանության չտեսնելու բանով, հա, այդ իրավիճակով օրինակ համագործակցեք Սամվել Կարապետյանից հետ, Քոչարյանից հետ, Արման Թաթոյանից հետ, Սերժ Սարգսյանից հետ։ Եթե վարչապետ չի դառնում նախկին իշխանությունից որևէ մարդ, այո։ Ես ուրիշ բան ասեմ։ Նայ, մեր նպատակը ո՞րն է, մեր նպատակը Փաշինյանին փոխելն է, չէ՞։ Փաշինյանին փոխելու համար անհնար է նախկին որևէ նախագահ առաջին համարով գնալ Փաշինյանին փոխել։ Այս ձևակերպումը ես տվել եմ 21 թվին ամբյոնից։ Դա ինձ հետո անդադ ինձ դա հարցնել անիմաստ է, որովհետև դա չի փոխվում։ Չի փոխվել այդ վիճակը։ Այսինքն եղավ Փաշինյան, Քոչարյան, Փաշինյանը վերարտադրվելու մեծագույն շանս է ստանում։ Հետևաբար պետք է քաղաքական ուժերը այն դասավորությամբ հանդես գան, որ այդ բոբոյացման, այդ որ հեսա գալիս են ձեզ ուտեն բան, չկա նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ, որ կարա կրի այս իշխանության, չկա։ Դա լավ է, թե դա վատ է, բան դա չեմ քննարկում, չկա եղբայր։ Հետաբար ես եթե ուզում եմ, որ իշխանությունը փոխվի, ես ոնց կգնամ կանգնեմ մի մարդու կողքին ու մեծ պետք է կրվենք։ Երաշխավորված պետք է կրվենք։ Պարապեմ, ինչ եմ ասում, ինչի մար։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Ես եմ շնորհակալ։